Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թավթյանն եմ, կարևորը նախամարոտ։ Սահմանադրություն, սահմանազատում, ասֆալտին փռելու մանդատ, Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերը։ Հերթը հասավ մուլտիվերնեսին, ըստ պետեկամուտների կոմիտեի ընկերությունը մեծ չափի դրամաշրջանառություն է թաքցրել։ Ինչ ճակատագիր է սպասվում Արարատ ցեմենտի գործարանին, աշխատակիցները ակցիա են անում, Փաշինյանը հայտարարում է պետականացնելու մասին։ Հերթը մուլտիվերնեսինն է, ըստ պետեկամուտների կոմիտեի մարզահամալիրը 2023-2024 թվականներին թաքցրել է 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի պատճառով պետական բյուջե չեն հաշվարկել և չեն վճարել ավելի քան 832 միլիոն դրամ հարկ։ Իսկ Արարատ ցեմենտի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել հարկադիր պարապուրտի պատճառով։ Արդեն 4-րդ օրն է գործարանի դարպասները կապարակնքված են։ Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով գործարանի տարածք քննիչներ են գալիս գնում, բայց նրանցից ոչ մեկն իրենց հարցերին չի պատասխանում։ Ես ամեն ամիս փող եմ մուծում, հիմա գալիս է ամսվա այդ մուծման օրը, ես չգիտեմ ինչ անելու։ Խոսացեք ժողովուրդ, դուք չունեք հարցեր, ով ինչ հարց ունի ասեք։ Զանավես կեկել տանի, հələ թող կայնի ես գործարանը, Լավ են արել, թող հարց տան, հարցի պատասխանը ստանան։ Գործարանի փակելու իմաստը ինձ ով կարա բացատրի։ Բանեք ստուգում, արեք ստուգեք ախպեր, խեք պլոմբե։ Այսքան ժողովուրդը մեղավորը երեխեն, հա։ Ամեն մեկը մի Իսկ ժամեր անց գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը հայտարարել է կա պայմանավորվածություն 2-3 ժամից աշխատանքը վերսկսելու։ Ձեռք են բերել համապատասխան թույլտվությունները գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար, այս պայն արդեն մեր մոտ գնում է հերթափոխերի կարգավորման եւ մնացած տեխնիկական աշխատանքներ, որը կարգավորից հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք, նախ հասկանանք ինչ ունենք թերություններ, ինչ խնդիրներ ունենք, դրանք վերացնելու, հետևից արդեն արտադրական process-ը վերսկսելու մասով։ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Արարատ ցեմենտը շուտով լինելու է պետական, նա նաև սպառնացել է գործարանի բողոքի ակցիա անող աշխատակիցներին, նախազգուշացնելով չանել այնպիսի բաներ, որոնք արել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակիցները, որպեսզի իրենց ճակատագրին չարժանանան։ Ես կապանում զգուշացրեցի, ասի տեսեք այն մարդիկ, ովքեր այսօր այլև պատվերով գործողություններ են անում, այդ մարդիկ ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասեցի, այդ մարդիկ արդեն օգոստոսին բոլորը ազատված էին աշխատանքից, նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցված, նրանց մի մասն է դատվել է։ Ես ուզում եմ, որ պարզ լինի խաղի կանոնները, որ այդ մարդկանց մի մասն էլ միջև մի միջնորդավորված կամ ուղղակի միջնորդում է, որ վերականգնվեն աշխատանքի։ Ես էլ ասում եմ, չէ, հարգելիներս, այն ժամանակ հստակ կանոնը սահմանվել է։ Լսել եք ինչ եմ ասել։ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերին կանդրադառնամ քիչ անց, մինչ այդ։ Քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Հայտարարել է, որ արել է իրենից կախված ամեն ինչ, մտել է պայքարի մեջ լավ թիմով և ծրագրով, չի ունեցել անձնական որևէ սպասելիք, չի հավակնել ոչ մի պաշտոնի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և սահմանադրական դատարանի որոշումները քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը և արժեհամակարգը, գրել է Ծառուկյանը։ Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ ազգային ժողով մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանության կամայական որոշմամբ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ազգային ժողովում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։ Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ Սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է խոհեմություն։ Մեզ նաև շատ անհրաժեշտ է ներքին հանրային համերաշխություն։
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալել են Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգ Նազմանուկյանին, կալանավորելու միջնորդություն են ներկայացրել։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քրեական հետապնդում են հարուցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար։ Հիշեցնեմ, որ վաղ առավոտյան իրավապահները մտել են Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգ Նազմանուկյանի բնակարան։ Փաշինյանը խոսել է նաև վերջին շրջանում տեղի ունեցած խուզարկությունների մասին։ Նա վստահ է, որ հայ ժողովուրդը քվեարկել է, որ ասֆալտին փռելու իր խոստումներն իրականացնի։ Հիմա Հայաստանի ժողովրդի եւ կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի, որպեսզի դա նաև նրա մասին է խոսում, որ մինչև հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի ինչ որ խնդիրներ շարունակում են դες տեղապտույտի վիճակում հայտնվել։ Օրինակ ասում են, որ քաղաքական հետապնդում, ես ասում եմ, որ ընդհակառակը տեղի է ունեցել մինչև վերջերս քաղաքական չհետապնդում։ Անկլավների հարցին անդրադառնալով Փաշինյանն ասել է, որ լուծումները կարող են տարբեր լինել։ Դրանք կարող են մնալ այն երկրի կազմում, որին իրավականորեն պատկանում են, կամ կողմերը կարող են պայմանավորվել տարածքային փոխանակման ու սահմանային փոփոխությունների շուրջ։ Դրա պրոցեդուրաներն են նախատեսված եւ Հայաստանի օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ սահմանված կարգով մենք պետքա բան անենք, պետքա այդ թեմային անդրադառնանք։ Իմիջայլոց ուզում եմ ասել, որ հետեւյալ խնդիրը կա, նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել, ես օրինակ այդ նրբությունը չէի նկատել, բայց աշխատանքի ընթացքում այդ նրբությունը նկատեցի, որ օրինակ Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արցվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Էքսկլավային գյուղերի հարցի լուծումը գիտեն նաև Ադրբեջանում։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակվում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Նա հիշեցրել է, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ։ Նրա խոսքով Բաքուն ավարտել է խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցման աշխատանքների իր մասը։ Ընդ որում Ադրբեջանը կրկին պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, որից հետո Բայրամովի պնդմամբ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել։ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագծի տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ։ Իսկ գերիների հարցի լուծումը դեռևս պարզ չէ, փոխարենը ուղերձ է գալիս Բաքվի բանտից, որտեղ մեր հայրենակիցներին հստակ ասում են, թե ինչն է իրենց չվերադառնալու պատճառը։ Արցախի հանրապետության ազգային ժողովի նախկին նախագահը ձայնագրություն է ուղարկել, որում ասել է. Բաքվում ասում են, եթե ձեր իշխանությունը ոչինչ չի անում եւ շահագրգիռ չէ ձեր վերադարձով, ինչ եք ուզում միջազգային դատարաններից։ Դավիթ Իշխանյանի խոսքով լուրեր են շրջանառվում, որ հավանաբար Գերագույն դատարանը իրենց գործերը չի ընդունի եւ փորձում են կանխակալ վիճակ ստեղծել։ Դեռևս մեր լիազորությունների հետ կապված հարցներ, որ 2025 թվականի օգոստոսից թե իմ, թե նաեւ որոշ մարդկանց լիազորություններ տալու հանգամանքը մինչև հիմա չի լուծվել եւ չեն կարողացել ոչ մեր հարազատին, ոչ մեր իրավապաշտպանին լիազորություններ տալու։ Մինչև հիմա պատկերացրեք պաշտպանները չունեն, նույնիսկ այս պահի դրությամբ չունեն ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը եւ ոչ էլ դատավճիռը։ Դատավորը հետաքրքիր է մեր պահանջներից հետո որոշում կայացրեց, որ էլեկտրոնային տարբերակով թույլ է տալիս, որպեսզի պաշտպանները ծանոթանան դատավճռին։ Հասկանում եք, ծանոթանան, այսինքն նրանք չեն կարող իրենց ձեռքի տակ դա ունենալ։ Եվ պիտի ասեմ, որ արժանի ելույթներ ունենք, սպասում ենք այս փուլի ավարտին։ Կանանց պատվիրակության Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը դիմել է միջազգային ու պետական կառույցներին։ Նա հայտարարել է, որ այդ կառույցների մասնակցությունից է կախված այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։
Ես բաց նամակներով դիմել եմ Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ-Էգերին, Նիկոլ Փաշինյանին, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։ Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահպանման պայմանները եւ ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն անուշադրության կամ կախված լինեն պատահականություններից։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական փուլը, թիրախ դարձնելով 90 ռազմական օբյեկտ։ Ի պատասխան Իրանը հարվածել է Քուվեյթում եւ Բահրեյնում տեղակայված ամերիկյան 4 ռազմաբազայի։ Միաժամանակ ֆարս գործակալության տվյալներով ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի Ահվազ քաղաքի մերձակայքում 3 մարդ է զոհվել։ Իրանի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ի վերջին 2 օրերի ընթացքում հրադադարի խախտումների պատճառով երկրի հարավում կա 14 զոհ եւ 78 վիրավոր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանն իրեն խնդրել է գործարք կնքել։ Թրամփն այս հայտարարությունն արել է օդանավում Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ վերադառնալու ճանապարհին։ Նրա խոսքով Իրանը զանգահարել է եւ շատ է ցանկանում գործարք կնքել, բայց իրանական կողմը չի հաստատել Թրամփի վերջին հայտարարությունները։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։